Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ այսօր հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Հայաստան կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին։ Բարի երեկո, պարոն Քոչարյան, շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Բարի երեկո, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն նախագահ, վերջին շրջանում աննախադեպ իրավիճակ ունենք Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն հարաբերություններում։ Առաջին անգամ 4 երկիր Հայաստանին հորդորում է սեղմ ժամկետում կողմնորոշվել։ Մնում է ԵԱՏՄ կազմում, թե գնում է դեպի Եվրամիություն եւ առաջարկում են հանրաքվե անցկացնել։ Ի պատասխան պաշտոնական Երևանը հայտարարում է, որ նման խնդիր չկա եւ Հայաստանը չի դնում Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու որևէ հարց։ Ստեղծված իրավիճակում որն է լուծումը։ Նայեք, եթե 4 պետություն այսպիսի հայտարարությամբ հանդես են գալիս, որում առնվազն այդ 4 պետությունը մեծ խնդիր են տեսնում ստեղծված իրավիճակում։ Եվ տարօրինակ է, երբ Հայաստանը այդ խնդիրը չի տեսնում։ Իդեպ Հայաստանը այն կողմն է, որ այդ խնդիրը ստեղծել է։ Եվ օրենք ընդունելով եւ օրենքը Եվրոմիության անդամակցության մասին անբովանդակ ըստ էության օրենք ընդունեցին եւ օրենքից հետո շատ կոնկրետ քայլերով, հայտարարություններով մղեցին այս ամեն ինչը այս կետին հասցրեցին։ Լուծումը հետեւյալն է, ուղղակի պետք է պլանավորման հորիզոնը երկրի ղեկավարի համար լինի ոչ թե ընտրությունից ընտրություն կամ 2-3 ամիս մնացած միջև ընտրություն, այլ շատ ավելի երկար։ Եվ երկար ոչ թե սեփական անձը քաղաքականության մեջ պահելու տեսանկյունից, այլ երկրի շահերը առաջ մղելու տեսանկյունից։ Խոսքը ընդհանրապես սրա մասին է։ Իսկ ձեր դիտարկմամբ սա ընտրություններից առաջ ճնշում չէ Հայաստանի վրա։ Հիմա ճնշում որ կողմից։ Հյուսիսից։ Իսկ ինչ է նախորդել դրան, երբ Հայաստանի պաշտոնյան գնում է Բրյուսել եւ խնդրում է Բրյուսելին իրեն պաշտպանել հնարավոր հիբրիդային պատերազմից։ Եթե մենք պատճառը հետևանքային կապը փորձում ենք գնահատել, այլ ոչ թե կոմունակալ դիտորդի պես գնահատել իրավիճակը, լրի պատկերը ուրիշ է։ Հայաստանի իշխանությունը արեց ամեն ինչ Եվրոմիություն, Ռուսաստան հակասությունների բախման կենտրոնում հայտնելու համար։ Հասկանալի է, չէ՞։ Սա է։ Հիմա մեծ պետությունը ունի իհարկե աշխարհակահաղական շահեր, հատկապես իր սահմանների sense երկանքով։ Ունի Ռուսաստանը այստեղ շահեր, իհարկե ունի։ Եվ անհամադրելի է Ռուսաստանի շահերը այստեղ Եվրոմիության շահերի հետ։ Բայց ըստ էության մենք արհեստական ձևով մտցվել ենք մի օրակարգի մեջ, որը հեչ Հայաստանի շահերից չի բխում։ Մեր շահերից բխում էր ճիշտ հակառակը։ Կոմպլեմենտար չփչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, փորձել լավ, դինամիկ, արդյունավետ հարաբերություններ ունենալ Եվրոմիության հետ։ Տեսեք, այսօր ունենք ստեղծված իրավիճակ, որ Հայաստանից արտահանվող արդեն պտուղ բանջարեղենի համար խնդիրներ կան Ռուսաստանի Դաշնությունը չի ընդունում եւ այսօր հայտնի դարձավ, որ վարչապետը հերոխցազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, սպասվում է Եվրահանձնաժողովի նախագահի հետ հերոխցազրույց այսօր, որպեսզի քննարկվի Եվրամիության հնարավոր աջակցությունը Հայաստանին։ Ինչ եք կարծում, Հայաստանը ստեղծված իրավիճակում կարող է արտահանումներ ունենալ դեպի Եվրոպական միության երկրներ։ Նույնիսկ այնինչ դուք այս բանին ասացիք, նշանակում է մեկ բան. Հայաստանի իշխանությունը շարունակում է այս կոնֆրոնտացիայի էսկալացիայի ճանապարհը։ Ասում եք, ինքը ուզում է Ռուսաստանին ցույց տա, որ ես այլընտրանք ունեմ։ Չէ, դա է ուզում ցույց տա, սա էսկալացիայի ճանապարհ է։ Չունի այդ այլընտրանք։ Վերջ այս 8 տարվա ընթացքում ինչ են արտահանել Եվրոպա։ Գյուղատնտեսական ապրանքների առումով ոչինչ կամ գրեթե ոչինչ։ Եվրոպական շուկան չափազանց պաշտպանված է, Եվրոմիության երկրների ֆերմերները երբեք թույլ չեն տա իրենց կառավարություններին ինչ որ կերպ ոտնահարել իրենց շահերը։
Մենք տեսնում ենք նույնիսկ Ուկրաինայի պարագայում, թե Լեհաստանում ֆերմերները ինչ են անում այդ ճանապարհները, այդ ուղղակի փակում են ուկրաինական ծորենի դիմաց, ուկրաինական այլ գյուղարտադրանքի դիմաց։ Չի լինելու։ Սա ավելի շատ այս վիճակում նախընտրական, այսպես հնարք է մարդկանց ցույց տալ, որ էսա շուտով ձեր հարցերը կլուծենք։ Նոյեմբերի հունիսի 7-ին ճիշտ կվարկեք եւ հետո ամեն ինչը կարգավորվի։ Չի կարգավորվելու։ Պրոբլեմը խոր է։ Օրեր առաջ վարչապետը հայտարարեց, որ այն տնտեսվարողները, որոնք տուժել են, մասնավորապես ծաղիկ արտահանող եւ բիբար արտահանող տնտեսվարողները, որոնց ապրանքները փչացել են, վարչապետը հավաստիացրեց, որ կառավարությունը կփոխհատուցի։ Եթե գյուղատնտեսական ապրանքի դեպքում սա հնարավոր է ինչ-որ կերպ հարցը լուծել, Մոսկվայից հնչում են նաև գազի հնարավոր թանկացման մասին հայտարարություն, որ Հայաստանին կարող է գազ մատակարարեն, օրինակ ինչպես եվրոպական երկրներին։ Միևնույն ժամանակ տեսնում ենք, որ Փաշինյանն ասում է, որ մենք այլընտրանք ունենք, որը կարող է լինել ավելի մատչելի։ Հնարավոր է այդ տարբերակը։ Հնարավոր չի դա կոմպենսացնել։ Խոսքը երկու ֆուր բիբարի մասին չի։ Եթե որևէ մեկը համարում է, որ հնարավոր է գյուղատնտեսությունը ասենց փակել եւ ամբողջ այդ ծավալով կոմպենսացնել քաղաքացիներին, մեր գյուղացիներին, ուղղակի այդ մարդը ուրեմն ընդհանրապես չի պատկերացնում խնդրի ծավալը եւ խնդրի խորությունը, ոչինչ չեն պատկերացնում։ Հիմա ձեր հարցի մյուս մասը ինքը ասենց ասեմ, եւս նախընտրական հնարք է։ Ես չեմ տեսնում այդ հնարավորությունը։ Ոչինչ չի երևի։ TRIP ծրագրի մասին, պարոն նախագահ, Հայաստանը այսօր ունի նախաստորագրված խաղաղության պայմանագիր, որի շրջանակում իրագործվելու է նաև այս ծրագիրը։ Դուք քաղաքական հայտ եք ներկայացրել նորից իշխանություն ստանձնելու հետ կապված։ Եթե հունիսի 7-ին քաղաքացիները այնպես քվեարկեն, որ Հայաստան դաշինքը դառնա մեծամասնություն եւ դուք լինեք հաջորդ վարչապետը, այս ծրագիրը կյանքի կկոչեք, թե օրինակ կվերադառնաք նոյեմբերի 9-ի 9-րդ կետին, երբ այդ ճանապարհը նախատեսված էր, որ վերահսկողությունը պետք է իրականացնեն Ռուսաստանի Դաշնության սահմանապահները։ Նայեք, մեր պաշտոնական մոտեցումը շատ պարզ է։ Ես չեմ տեսնում, որ Միացյալ Նահանգները ունի այստեղ կենսական շահեր։ Չկա։ Եվ մեր բանաձևը հետևյալն է. TRIP-ը դա Միացյալ Նահանգների ծրագիր է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար Հայաստանի տարածքում։ Մեր շահը այստեղ իրականում չի երևում։ Եկամուտ ենք ստանում։ Այդ եկամուտը ուղղակի գրոշներ են։ Հատկապես 26%-ով եկամուտ ընդամենը տրանզիտի 42-43 կիլոմետրի համար։ Սա այն գումարը չէ։ Բայց չհակադրվելու համար Միացյալ Նահանգների հետ մեր առաջարկը հետևյալն է. մեր շահը այստեղ ունենալու համար կամ ծրագրի մասշտաբի փոփոխությունը, այդ ծրագիրը պետք է մեղրից հասնի մինչև երասխ, որ մենք վստահ լինենք, որ այդ ծրագիրը շարունակվի ճանապարհը։ Այո, որ ոչ թե միանալու է Ղարսին, երկաթուղին, այլ բացի Ղարսից միանալու է նաև երասխին։ Այսօր այն հայտարարության մեջ եւ այդ ստորագրված պայմանագրի մեջ երասխ ընդհանրապես չկա։ Կա ընդհանուր մի հայտարարություն, հետեւյալի մասին հայտարարությունն է, որ բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն։ Ոչինչի չպարտավորեցնող հայտարարություն է։ Փաստացի սա է։ Հիմա մենք ասում ենք, կամ մասշտաբը մեծացնում ենք, մեր շահը ներառելով այս ծրագրի մեջ, կամ մենք կարող ենք ինքներս կառուցել այդ ճանապարհը, գումարները մեծ չի, առավելագույնը 100-150 միլիոն դոլարի չափ ընդամենը։ Եվ այդ հնարավորությունը Ադրբեջանին կապել Նախճեվանի հետ, Թուրքիայի հետ եւս տալ։ Բայց տվյալ դեպքում օպերատորը մենք ենք լինելու եւ մենք կարող ենք այդ ճանապարհի անխափան աշխատանք կապել նաեւ երասխի հատվածի անխափան աշխատանքի հետ։ 26% ունենալով եւ պարտներ ունենալով Միացյալ Նահանգների պես հզոր երկրի դու չես կարող թելադրել ոչինչ։ Ուղղակի ինչ ասեն, պետք է ենթարկվես։
Եվ եւս մեկ հանգամանք տրիպի հետ կապված չափազանց կարևոր սա Իրանի սահմանն է։ Միացյալ Նահանգները այսօր պատերազմի մեջ են Իրանի հետ։ Հարևան երկրի անվտանգային շահերը մենք պետք է հարգենք։ Գոնե մեր մտքում պահենք, որ սա խնդրահարույց է։ Եվ մեր առաջարկը հետևյալն է՝ ներգրավվել այս պրոյեկտի մեջ մեկ այլ երկիր, որի նկատմամբ Իրանի հարաբերությունները բարեկամական են։ Ռուսաստանին նկատի ունեք։ Դա կարող է լինել Ռուսաստանը, դա կարող է լինել Չինաստանը օրինակ։ Քանի որ տվյալ դեպքում խոսքը գնում է նաև չինական ապրանքների, այսպես Եվրոպա առևտրի մեջ sense ավելի ակտիվ ներգրավելու մասին։ Այո, Իսկ եթե նահանգները դեմ արտահայտվեն, եթե Միացյալ Նահանգները դեմ արտահայտվի Ռուսաստանի կամ Չինաստանի մասնակցության, ինչպես եք պատկերացնում։ Նայեք, ես այդ փորձը ունեմ Միացյալ Նահանգների հետ հարաբերվելու։ Եթե դու ճիշտ տրամաբանված ներկայացնում ես խնդիրը, Միացյալ Նահանգները երբեք չի ասում։ Իրանի գազամուխը մենք ոնց կառուցեցինք։ Բոլորը դեմ էին, մեծ խաղացողները, բայց կառուցվեց։ Միացյալ Նահանգներում այդ ռացիոնալիզմի էլեմենտը շատ մեծ է իրենց քաղաքականության մեջ։ Պրագմատիկ մոտեցում։ Դու ասում ես, որ ես չեմ կարող թշնամանալ Իրանի հետ։ Դու ասում ես, որ իրավիճակ է փոխվել օգոստոսի 8-ից հետո։ Եվ իրավիճակի փոփոխությունը հետևյալի մեջ է։ Ով էր սպասում, թե Իրանը կարող է հրթիռակոծել Էմիրությունները, Կատարը, Բախրեյնը, Կուվեյտը, ով էր սպասում։ Միայն նրա համար, որ անտեղ կան Միացյալ Նահանգների բազաներ։ Իրավիճակի փոփոխությունը էական է եւ Միացյալ Նահանգները տեսավ, որ Իրանը այսօրվա ղեկավարությամբ այն երկիրն է, որը կարող է ասիմետրիկ քայլերով պաշտպանել իր անվտանգային հարցերը։ Հիմա չի կարող Միացյալ Նահանգները սա հաշվի չառնել, որովհետև իրենք խրվել են այս խնդրի մեջ եւ չգիտեն թե ոնց դուրս գան այս խնդրից։ Սա Հայաստանի համար լավ հնարավորություն է այդ ծրագրի այսպես որոշակի մոդիֆիկացիայի հետ կապված բանակցություններ սկսել։ Համոզված եմ հնարավոր է դա անել։ Պարոն նախագահ, ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասում եք, որ օրինակ հնարավորություն կարող է լինել նաև Վրաստանի Աբխազիայի տարածքով դեպի Ռուսաստան երկաթգծի կառուցում։ Կմանրամասնեք ինչ ծրագրի մասին է խոսքը եւ արդյոք սա թրիփի որպես շարունակություն եք դիտարկում, թե առանձին որպես երկաթուղային ցանց։ Առանձին, սա առանձին ծրագիր է եւ ես փորձել եմ ժամանակին այդ ծրագիրը ուղղակի կյանքի կոչել, այն ժամանակ հանդիպել էի Շևարդնաձեի հետ, դա սեպտեմբեր էր 2000, արդեն թիվը լավ չեմ հիշում, բայց 2000 թվականների սկիզբն էր եւ Շևարդնաձեն դեմ չէր։ Ուղղակի ասած հետեւյալը, եթե աբխազների հետ պայմանավորվեք, սկսեցինք բանակցություններ աբխազների հետ, արձին հիվանդ էր, բավական ծանր հիվանդ էր, նույն տարվա դեկտեմբերին իշխանափոխություն եղավ Վրաստանում, եկավ Սաակաշվիլին, որը շատ ագրեսիվ էր տրամադրված այդ հարցի վերաբերյալ եւ ըստ էության ծրագիրը արկախվեց։ Հնարավորություն կա։ Ես այստեղ տեսնում եմ, որ բոլոր խաղացողները միայն շահում են այդ ամեն ինչից։ Ուղղակի պետք է Աբխազիա երկաթուղին հանել տարածքային ինքնորոշում այս սխեմատիկ այդ վեճի կոնտեքստից Աբխազիա Վրաստան հարաբերություններից։ Ուղղակի հայտարարել, որ սա տնտեսական ծրագիր է, սա քաղաքական մեր մոտեցումների վրա չի ազդում, տնտեսական փոխշահավետ ծրագիր է եւ հնարավոր է sense մի սեղանի շուրջ նստացնել։ Ինչ է դա մեզ տալու։ Շատ ավելի կարճ ճանապարհ դեպի ռուսական շուկա, մոտ 700 կիլոմետր ավելի կարճ։ Կախվածությունն է շեշտակի նվազեցնելու ադրբեջանական երկաթուղիներից։ Սա շեշտակի բան է փոխում, որովհետև այդ դեպքում դու ավելի քիչ կախվածություն ունենալով դու Ադրբեջանի հետ սկսում ես բանակցել ավելի լավ դիրքերից։ Եվ նման հնարավորությամբ չզբաղվել կարճատեսություն է։
կամ այսպես ասենք որոշակի պարտավորություն Ադրբեջանի արչև հանկարծ ինչ որ մի ուրիշ ավելի բարենպաստ Հայաստանի համար սխեմայով դու առաջ չշարժվես։ Ու սա է, ուղղակի բաց ես չեմ հասկանում թե ինչի համար այդ ուղղությամբ չեն աշխատում։ Հայաստանի անվտանգային միջավայրի մասին, պարոն Քոչարյան, խոսենք։ Այսօր մեր երկիրը ունի սառեցված հարաբերություններ ՀԱՊԿ-ի հետ, գիտեք, պատճառը պաշտոնական Երևանը նշում է, որ ժամանակին դիմել են ՀԱՊԿ-ին, չի արձագանքել, այդ պատճառով սառեցրել են կառույցում հարաբերությունները։ Դուք ինչպես եք տեսնում Երևանի հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, եթե գաք իշխանության, այդ հարաբերությունները կվերականգնեք, թե կվերանայեք։ Փորձենք հասկանալ, թե ինչ հարթության վրա է գտնվում ՀԱՊԿ-ից ստացած օգուտները եւ այն նեղվածությունը, որը մենք ունենք մի հայտարարության պատճառը, չարված հայտարարության պատճառը։ ՀԱՊԿ-ի շրջանակներում մենք ունեինք փայլուն հնարավորություններ շատ ավելի էժան գներով համալրել մեր բանակի սպառազինությունը։ Մասա պրակտիկ հողի վրա խնդիր է եւ դրանից հրաժարվել չեմ կարծում որ ողջամիտ է։ Հետո պետք է մենք նայենք հետեւյալ կերպ։ ՀԱՊԿ-ի առանցքային երկիր Ռուսաստանն է։ Պրոբլեմներ կան, այո կան։ Եվ պրոբլեմները այստեղ միայն այն հարցության մեջ չեն, ինչի մասին դուք նշեցիք։ ՀԱՊԿ-ի բոլոր գրեթե երկրները բացի Ռուսաստանից շատ ավելի լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, քան Հայաստանի հետ։ Եվ առաջերտին Հայաստանը պետք է հարց տա ինքը իրեն, ինչպես ստացվեց, ինչու է այդպես, այդ հարցը չեն տալիս։ Որովհետև այս իշխանության համար բոլորը մեղավոր են ամեն ինչում բացի իրենց։ Հիմա ամեն ինչ պետք է կառուցել այստեղ Ռուսաստանի հետ։ Ղարաբաղստանը շահեր չունի այս տարածաշրջանում։ Եվ ես ինքս որոշակի հաստատություն ՀԱՊԿ-ից ունեմ, բայց ես նաև պրակտիկ այսպես հողի վրա համարում եմ, որ անիմաստ է սրել այդ հարաբերությունները։ Սառեցրել ես, օքեյ, լավ, սառեցրել ես։ Բայց Ռուսաստանի դու ունես երկկողմ հարաբերություններ, դու ունես երկկողմ պայմանագիր, եւ դու չես անում ոչինչ այդ երկկողմ հարաբերությունները ամբողջությամբ աշխատացնելու ուղղությամբ։ Ուրեմն ՀԱՊԿ-ը, այսպես ասենք, շատ մեծ հույսեր ես անձամբ ՀԱՊԿ-ի հետ չեմ կապում, բայց նաև անիմաստ ձևով ՀԱՊԿ-ից հեռանալ, սառեցնելը, ոնց որ դու քո ոտին կրակ ես։ Դու քո ոտին կրակ ես։ Գնաս ընկնես հնդկական զենքերի հետևից, որոնք փորձարկված չեն, հասկանալի չեն, թե ոնց են աշխատելու, եւ ընդհանրապես այդ զինատեսակը, որը վերջերս ցուցադրվեց, ավելի շատ հարցերի մոտ առաջացրավ, քան պատասխաններ։ Ինչու՞։ Ժամանակակից զենքեր էին ցուցադրվում։ Մենք տեսել ենք ամենից ժամանակակից Su-30-ների հետ ինչ եղավ պատերազմի ժամանակ։ 0 կիրառում մարտական, 0 կիրառում։ Նույնը լինելու այստեղ։ Տարբեր երկրներից տարբեր զինատեսակներ այսօրվա պատերազմը հետևյալ յուրահատկություն ունի։ Թվային ընդհանուր համակարգ եւ թիրախ հայտնաբերելուց հետախուզական օրինակ դրոնից թիրախ հայտնաբերելուց եւ կարակի կառավարման տեսանկյունից այսպես գործողություններ սկսելու արանքում մի քանի վայրկյան պետք է անցնի։ Հնդկական, ֆրանսիական, իրանական, ռուսական, չգիտեմ էլ ինչական զենքերը լրիվ ծրագրային ապահովություն ունեն։ Դու ըստ էության այդպիսի սպառազինություն բերելով, այսպիսի զինատեսակներ բերելով դու կապում ես ճանապարհը այդ թվայնացման ամբողջական մեկ կառավարման համակարգի ստեղծման համար։ Սա խնդիր է։ Պարոն նախագահ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության մասին խոսենք։ Այսօր ունենք նախաստորագրված խաղաղության պայմանագիր։ Դուք եթե գաք իշխանության այն պայմաններով, որոնք ամրագրված են փաստաթղթում, կստորագրեք, թե կվերաբանակցեք։ Նայ, պայմանագրի տեքստը ինձ օրինակ դուր չի գալիս։ Բայց
ինձ դուր գալ չգալը պետք է մի կողմ դնենք։ Վերջը դա արվել է Միացյալ Նահանգների միջնորդությամբ եւ տվյալ դեպքում նույնիսկ սխալ եմ համարում տեքստի վերաբանակցում։ Թեկուզ կցանկանայի ասենց անկեղծ եթե ասենք։ Ինչը կփոխի։ Բայց մենք պետք է համալրենք այդ պայմանագիրը։ Պետք է համալրենք երաշիկային համակարգով։ Եվ սրանով կոմպենսացնենք այն բացերը, որը կան այդ նախաստորագրված համաձայնագրի մեջ։ Ովքեր են երաշխավորները։ Հիմա ամենից հետաքրքիրը գիտեք ինչն է։ Հիմա միշտ հարց տալիս են հետևյալ, ովքեր են երաշխավորները։ Հարցը այլ հարցության մեջ է։ Հայաստանի իշխանությունները համարում են, որ երաշխավորներ պետք չեն։ Հիմա իմ հարց է առաջանում։ Իսկ ձեզ խանգարում են երաշխավորները։ Որևէ պայմանագիր երաշխավորներով եւ երաշխիքներով ավելի լավ չի, քան պայմանագիր առանց դրա։ Ասում են ժամանակին տեսել ենք երաշխավորներ եւ տեսել ենք թե ինչ է եղել արդյունքում։ Սկզբից ասեմ ով են երաշխավորները։ Նույն Միացյալ Նահանգները։ Մենք ասում ենք, թող լինի վկա։ Ոչ թե վկա, այլ թող լինի երաշխավոր։ Օրինակ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտարարություն, հատուկ բանաձև, որով կերաշխավորվի այդ համաձայնագիրը։ Այստեղ վատը որն է։ Մի բանը, եթե դու ավելացնում ես մի ավելի լավ կոմպոնենտով, երաշխիքներով, ինչով է դա խանգարում այս համաձայնագրին։ Ես դրա տրամաբանված ողջամիտ բացատրությունը չեմ ստացել։ Հիմա ինչ վերաբերում է ով է երաշխավորը։ Առաջինը չի եղել երաշխավոր։ Այդ եղել հայտարարություն Ռուսաստանի միջնորդությամբ դրա մասին է, չէ՞ երևի ձեր հարցը, միջնորդությամբ, երբ տեղակայվեց խաղապահ զորքը, խաղապահ ուժերը Արցախում։ Չի եղել ՄԱԿ-ի հատուկ բանաձև, չկա որևէ փաստաթուղթ, որը սահմանում է խաղապահների կողմից ուժի պարտադրանքով խաղաղության հաստատում։ Չկա այդպիսի բան։ Ըստ էության կողմերի ցանկությամբ տեղադրվել են խաղապահ ուժեր, որոնց լիազորությունները որևէ կերպ սահմանված չէին։ Հիմա սա էր, եւ այն ժամանակ երևի Հայաստանը պետք է ջանք գործադրեր այդ ամենը կանոնակարգելու համար։ Չարեց։ Եվ ոչ թե միայն չարեց, ինքը դուրս եկավ այդ համաձայնագրից ըստ էության։ Ինքը ստորագրեց մի հայտարարություն Պրագայում, որով ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Ըստ էության այդ ամբողջ կոնստրուկցիան Հայաստանի Հանրապետությունը փլզեց եւ դրա մասին Ռուսաստանի նախագահը մամուլից է իմացել։ Հիմա դուք դրեք ձեզ Ռուսաստանի նախագահի տեղը։ 2000 խաղապահ զորք 2000-անոց Արցախում եւ դուք մամուլից եք իմանում թե ինչ է կատարվում տվյալ դեպքում Հայաստան, Բրյուսել, Հայաստանի վարչապետ Մակրոն, Շարլ Միշել այդ հարաբերությունների արդյունքում։ Սա եւ վիրավորական էր եւ կրկնեմ այդ կոնստրուկցիայի փլուզում էր նշանակում։ Պարոն նախագահ, իսկապես ձեզ ուղղված հարցերը շատ են, բայց վերջին շրջանում ներքաղաքական խոսույթում կրկին ակտիվացել է մարտի 1-ի թեման։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն ամբողջությամբ բացահայտված է եւ ասաց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է դրա համար դատապարտվի։ Դուք ձեր հայտարարություններում ասում եք, որ 2008-ի այդ արյունալի դեպքերի մեղավորը եւ պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է։ Այդ դեպքում հակընդդեմ հայցով դատարան ինչու՞ չեք դիմել։ Բայց ես ոնց պետք է դիմեի դատարան եւ ինչի համար։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը դատվել է այդ քրեական գործով։ Ժամանակին դատվել է որպես զանգվածային անկարգություններ հրահրող եւ կազմակերպող անձ։
Հիմա իրենք հողում են անում, թե կա Եվրոդատարանի որոշում, որով իբրև Նիկոլ Փաշինյանն արդարացվել է, ոչ։ Ինքը 3 կացաններով ճանաչվել է մեղավոր, ինքը դատվել է, հետո համաներմամբ ինձ համար մի քիչ տարօրինակ, այսպես տարբերակով ինքը հայտնել է ազատության մեջ, բայց Եվրոդատարանի որոշումը ինքը տարօրինակ է հետևյալ պատճառով։ Ըստ էության դա եղել է Նիկոլ Փաշինյանը անդեմ Նիկոլ Փաշինյանի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը որևէ փաստարկ չի բերել սեփական շահերը պաշտպանելու համար։ Սա պաշտոնական դիրքի եւ չարաշահում է եւ կարծում եմ եւս ինչ-որ կան քրական հոդվածներ, որոնք հետագայում անպայման կիրառվելու են։ Դուք պատկերացրեք դատական, այսպես նիստ, որտեղ եւ փաստաբանը եւ դատախազը նույն կերպարով են։ Սենց մի գլխարկ է գրած փաստաբան, մյուս գլխարկի վրա դատախազ, սենց հերթով փոխում է եւ նույն մարդը հանդես է գալիս եւ փաստաբանի եւ դատախազի կարգավիճակում։ Այսպես է։ Պարոն նախագահ, մեր եթերաժամանակը մոտենում է ավարտին, կխնդրեմ ձեր կարճ մեկնաբանությունը հաշված օրեր անց հունիսի 7-ն է խորհրդարանական ընտրությունները եւ կցանկանայի ձեզնից լսել Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչու ձայնը պետք է տա Հայաստան կուսակցությունների դաշինքին։ Առաջինը, մենք առաջի օրից պայքարում ենք ոչ միայն այս իշխանության դեմ, այլ այս իշխանության կողմից իրականացված քաղաքականության դեմ։ Մենք չենք տատանվել։ Առաջի օրից մենք ասում էինք, կանխատեսում էինք խնդիրներ եւ ասում էինք, որ մենք կանգնած ենք լրջագույն կորուստների առջեւ, որը մենք ավելի հեռու ենք տեսնում եւ մենք ունենք բավարար կամք պայքարելու համար։ Հետ չենք նահանջել, վախերի մեջ երբեք չենք եղել։ Եվ երկրորդ, մենք ունենք քաղաքական լուրջ թիմ, մենք ունենք փորձ, մենք դժվար վիճակներից հանել ենք երկիրը, կոնկրետ ես ժամանակին եւ Հայաստանում եւ Արցախում եւ համոզված եմ, որ կարող եմ անել նաեւ հիմա եւ կարող եմ անել դա մեր թիմով։ Եվ մենք այսպես ասենք այս ընթացքում ինքներս էլ ենք փոխվել, ավելի փորձառու ենք դարել, միգուցե ավելի թիմային ենք դարել եւ սովորել ենք եւ ընդունակ ենք սովորել նաեւ սեփական սխալների վրա, սա անկասկած։ Այս իշխանությունը սեփական սխալների վրա սովորելու ընդունակություն ընդհանրապես չունի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Հայաստան կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հետ։ Կհանդիպենք վաղը։ Ցտեսություն։